Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոսկե փոխանցենք Դավիթ Խաչակյանին, այսպես շրջապուլ, այսպես ամփոփելու համար։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ միջազգային որևէ զեկույցով Հայաստանը երբևէ բացարձակ ժողովրդավարություն չի հանդիսացել, միշտ եղել է անցումային, հիբրիդային կառավարում ունեցող պետություն, երբեմն ավելի շատ գնացել է դեպի ավտորիտարիզմ, երբեմն ավելի շատ ժողովրդավարություն, բայց 18-ից հետո այդ չափանիշը միևնույնն է չի փոխվել։ Մենք շարունակել ենք մնալ հիբրիդային պետություն եւ ես համակարծիք եմ այն մտքի հետ, որ ժողովրդավարությունը դա ինստիտուտների համախումբն է, որոնք աշխատում են լավ կամ վատ, շատ թե քիչ, անաչառ կամ մի քիչ ավելի կողմնակալ, բայց մեր հասարակության մեջ միշտ ընդունված է եղել ժողովրդավարությունը չափել ընտրություններով, ընտրությունների թափանցիկությունով եւ մենք միշտ համարել ենք, որ սա ամենակարևորն է։ Այսինքն հետագայում կարող են լինել չարաշահումներ իշխանության կողմից, բայց շատ կարևոր է թե ինչպես է ձևավորվում իշխանությունը, որը կարծում եմ տրամաբանական չափման միջոց է։ Հիմա ես ուզում եմ ասել ինչ է փոխվել այս վերջին երկար տարիների ընթացքում Հայաստանում եւ արդյոք կարելի է համարել, որ մենք այս իմաստով ունեցել ենք բարելավում։ Խոսվեց Մոլդովայի փորձի մասին, ես դրան կգումարեի Ռումինիան, կգումարեի Ֆրանսիան, որ դեռ ապագայում սպասվում է ֆավորիտ մեկ այլ տեխնացուի արգելումը, ԱՄՆ-ն, որտեղ ամեն գնով փորձում էին արգելափակել արդեն իսկ գործող նախագահի մասնակցությունը, եւ կասկած չունեմ, որ նույնը լինելու է Հայաստանում հաջորդ ընտրություններին, որովհետեւ այդ process-ը արդեն սկսվել է, այսինքն պոտենցիալ մրցակցին թույլ չտալ մասնակցել ընտրությունների։ Հիմա ինչով է սա տարբերվում մինչև 18 թվականը եղած ընտրություններից։ 17 թվականին բոլոր քվեաթերթիկները մտնում էին քվեատուփ եւ ճիշտ հաշվարկվում։ Տարբերությունը միայն նա էր, որ քվեաթերթիկների զգալի մասը ֆինանսական մոտիվացիայով էին հասնում ընտրատեղամաս, այսինքն ընտրակաշառքով, բայց տեղամասում նորմալ հաշվում էին։ Դրանից եթե մի քիչ ավելի հետ գնանք, եղել է ժամանակահատված, երբ որ այդ քվեաթերթիկը հասել է քվեատուփ, բայց այլ կերպ է հաշվվել։ Դա էլ մեկ այլ ձևախեղում էր ընտրական գործընթացի։ Հիմա ինչ է տեղի ունենալու հաջորդ ընտրություններին։ Հաջորդ ընտրություններին այդ քվեաթերթիկը պարզապես չի հասնելու քվեատուփ, որովհետև ում օգտին, որ այն պետք է գնար, ինքը կալանավորված է կամ իր մասնակցությունը ընտրություններին սահմանափակված է, չի գրանցվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կամ իր աջակիցները, համախոհները ակտիվ ընտրապոլի ընթացքում կալանավորվել են։ Ես նախավերջին երևի Աբովյանի ընտրություններին հանձնաժողովի ընտրական հանձնաժողովում էի ներգրավված, երբ պարզվեց, որ ընտրության օրը ընտրական շտաբի ղեկավարին տարան եւ մի քանի ժամ պահեցին ընտրատեղամասում, հա, նկատի ունեմ դա 19 կամ 20 թվականներ, արդեն լավ չեմ հիշում։ Բայց միտքը ինչումն էր, այսինքն մի մարդ, ով անգամ ընտրության օրը անելիք ունի, իրեն տարել եւ սահմանափակել են, հետագայում գործ չի հարուցվել, այսինքն իր անմեղությունը չի ապացուցվել, պարզապես սահմանափակվել է ինչ-որ ընտրական կարողություն։ Հիմա այս իմաստով ես ուզում եմ ասել, որ բացարձակ էականչի արդյունքի իմաստով այս քվեաթերթիկը չի հասնում ընտրատեղամաս, որովհետեւ իր տեխնացուն սահմանափակման մեջ է գտնվում, թե հասնում է ընտրական տեղամաս քվեատուփ, բայց այլ կերպ է հաշվվում։ Դրանից արդյունքը չի փոխվում, դրանից հաղթում է այն շահառուն, ով կազմակերպել է այդ process-ը։ Հիմա Հայաստանում հենց սա է տեղի ունենում, եւ ես կարծում եմ այստեղ եւ համաշխարհային տրենդին հետևելու հարց կա, եւ կա մի բան, որ դու շատ ես քննադատում, դա չանելու հարց։ Հիմա Փաշինյանը շատ է քննադատել, որ ընտրակեղծարարությունը, քվեատուփի պարունակության միջամտությունը վատ է, եւ բնականաբար ինքը դա չի ցանկանում անել, բայց ինքը անում է գործողություն, որի արդյունքը ըստ էության նույնն է, ինչ եթե ինքը ընտրատեղամասում դա փոխեր։ Եվ մի նոր երևույթ է առաջացել մեր քաղաքական կյանքում, հատկապես դա թիմերում է դրսևորվել, հուսանք դա խորհրդարանական ընտրություններին չի դրսևորվի, դա հետեւյալն է, որ իշխանությունը կամ իշխանական կոալիցիան Երևան քաղաքի դեպքում ստանում է փոքրամասնություն, այսինքն երկու ուժ միանում են իրար, էլի չեն ունենում մեծամասնություն եւ տեղի է ունենում մանդատագողություն, գնում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին,
տարբեր միջոցներով ներազդում են, դա կլինի շահագրգռում, դա կլինի սպառնալիք, որևէ նշանակություն չունի եւ փաստացի ձևավորվում է փոքրամասնության իշխանություն, ինչը որ մենք ունենք Երևանում։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք, եթե ժամանակին այդ քվեաթերթիկը ընդդիմադիր ուժի հասնում էր քվեատուփի մեջ եւ հաշվարկի ընթացքում այլ կերպ էր հաշվվում, ինչումն է տարբերությունը, երբ ինքը ճիշտ է հաշվվել, ընդդիմադիր մանդատը հասել է ավագանի, բայց դրվել է իշխանական մանդատների վրա, արդեն ոչ թե քվեաթերթիկն է, թուղթն է դրվել իշխանական տրցակի վրա, այլ մանդատն է դրվել իշխանական մանդատի վրա։ Ինչումն է տարբերությունը։ Արդյունքի իմաստով ոչ մի տարբերություն չկա։ Եթե Տիգրան Ավինյանի ընտրությունների ժամանակ լինեին ընտրակեղծիքներ եւ պակասող մանդատների թվի չափով նա իրականացներ օրինակ լցոնում, արդյունքը կլիներ նույնը, ինչն է պարզապես ինչ որ ներազդումների միջոցով ընդդիմադիր մանդատները վերցրել է եւ դրել է իր իշխանական կոալիցիայի վրա։ Արդյունքի իմաստով որևէ տարբերություն չկար։ Հետևաբար ես կարծում եմ, որ երբ մենք խոսում ենք իրական ժողովրդավարությունից, նկատի ունենք վերջնարդյունքը, նկատի չունենք այդ իրականին խոչընդոտող տարբեր միջոցներ։ Մենք վերջնարդյունքը նկատի ունենք։ Իսկ վերջնարդյունքում շատ բան չի փոխվել, այսինքն իշխանությունները իրենց ապօրինի այսինքն իրենց լծակները ապօրինի կիրառելով կարողանում են անել այն ինչ որ ժամանակին մենք տեսել ենք այլ գործիքակազմով եւ հետեւաբար ես կարծում եմ որ այս իմաստով 18 թվականից հետո բոլոր այդ փոփոխությունները կրում էին շատ ձևական բնույթ եւ երբ իշխանությունները ասում էին որ մենք երբևէ չի եղել նման նախադեպեր, չի եղել, որովհետև իշխանությունը հաշվարկել է եւ տեսել է, որ ունի մեծամասնություն, չունի վարկանիշի խնդիր։ Եվ դրա համար չի սահմանափակել լրատվամիջոցներին, իրավաբաններին, փաստաբաններին։ Հիմա երբ արդեն ունի դրա խնդիրը, սկսում է սահմանափակել, բայց ոչ այն ձևերով, ինչ ինքը ժամանակին քննադատում էր նախորդ իշխանությունների օրոք, այլ ձևերով, չնայած այն ինչի համար որ քննադատում էր եւս կա։ Եվ ուզում եմ վերջին մասով էլ ասել, քանի որ խոսեցա հասարակական կազմակերպությունների թափանցիկության մասին, այդ օրենքի, որը պետք է բարձրացնի հասարակական կազմակերպությունների թափանցիկությունը։ Ես ուզում եմ առանց այսպես սեթևեթելու անկեղծ ասել, որ ես կարծում եմ, որ մեր ազդեցությունը հանրային տիրույթում որպես կուսակցություն ավելի ցածր է, քան մի քանի հասարակական կազմակերպությունների իրար հետ վերցրած, որոնք հիմնականում ֆինանսավորվում են արտաքին գրանտերով։ Հայաստանում կուսակցությունները հայտարարագրվում են որպես կուսակցություն, հայտարարագրվում են կառավարման խորհրդի անդամները, անձնական հայտարարներ են ներկայացնում։ Բոլոր հնարավոր թափանցիկությունները մենք ապահովել ենք, բայց ունենք ավելի քիչ ազդեցություն հասարակական կյանքի վրա, քան այն հասարակական կազմակերպությունները, որոնք ակնհայտորեն ֆինանսավորվում են օտար պետության կողմից, բայց չունեն որևէ հաշվետվողականություն։ Եվ անգամ նրանք, ովքեր ասում են մենք մեր հաշվետվությունները հրապարակում ենք մեր պաշտոնական կայքում, նայում ես վերջին հաշվետվությունը 23 թվականին է դրած։ Հենց տպավորությունը, որ դրանից հետո իրանք գործունեություն չեն ծավալել։ Ինչը այդպես չի։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է իմանա, թե հանրային կարծիք ստեղծողները որտեղից են ֆինանսավորվում, անկախ նրանից, թե դա որ կողմից է գալիս։ Հիմա կներեք, բոլորը գիտեն, որ օրինակ ինչ որ մի հասարակական կազմակերպություն ռուսական շահն է ներկայացնում, որովհետև անվանումից դա բխում է։ Բայց կներեք, մի կազմակերպություն, որի անվանում ասենք կարող է լինել իրազեկ քաղաքացիների միավորում, պարզ չի ում շահն է ներկայացնում։ Պարզ չի, որովհետև իր ֆինանսական հաշվետվողականությունը, ասենք, չգիտեմ, վերջին երկար տարիներին հրապարակված չի։ Մենք չգիտենք։ Այդ ֆինանսները կարող է գան Բրյուսելից, կարող է գալ Անկարայից, ոչ մեկ չգիտի։ Հետևաբար ես կարծում եմ, որ սա էլ է կարևոր հարց ազգային ժողովրդավարության իմաստով։ Շնորհակալություն։